ասեմ, որ այո, այսօրվա առավոտից վերսկսվել են հունիսի 15-ից սկսված որոնումները, մինչև ուշ 3 էին շարունակվել, ուղղակի մթության պատճառով դադարեցվել էին եւ այսօր նորից վերսկսվեցին։ Հիշեցնեմ, որ նաև հունիսի 15-ին ժամը 14:45-ին է ստացվել ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոն եւ այդ բանից մինչ հիմա որոնումները ընթանում են։ Փրկարար ծառայության Լոռու մարզի պատասխանատուները ինձ հետ զրույցում ասեցին, որ նաև ներառյալ Տավուշի մարզում են որոնողական աշխատանքները շարունակվում։ Աշխատանքներին նաև հատուկ նշանակությամբ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարներ են միացել, ջրասուզակ փրկարարներ, նաև ոստիկանության աշխատողներ, տասնյակ կամավորներ Վանաձորից միացել են այդ աշխատանքներին, անօդաչու թռչող ու նավակներ են ներգրաված։ Իդեպ այսօր ես նաև տեղում տեսա, որ աշխատանքներին հետևում էր նաև փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Պարոն Ղազարյանը մեզ է զրույցում ցավով ասաց, որ դեռևս այս պահին որևէ հետք իրենց չի հաջողվել, այսպես ասած, գտնել։ Տեղում նաև երեխաների հայրն էր գտնվում, ով ընդամենը ասեց, որ 2 տարի տեղեկություն չի ունեցել ընտանիքի երեխաների հետ կապված եւ միայն դեպքի մասին իմացել ու այսպես շտապել է միանալ փրկարարներին։ Երեխաների մայրիկի վիճակն է բարվատանում, շտապօգնության մեքենաներ են գնում գալիս, նրա հետ մենք չհաջողվեց զրուցել, հասկանալու համար ինչպես կարող էին երեխաները անցնել, ինչու կամրջի փոխարեն նախընտրել են խողովակով գնալ, տարբեր վարկածներ են շրջանառվում, ասեն, որ քննչական կոմիտեն նաև տեղեկացրեց, որ 2 աղջիկների գետն ընկնելու դեպքով նաև քրեական վարույթ է նախաձեռնվել, չնայած այսպես չի հստակեցվել ինչ հատկանիշներով է այդ վարույթը նախաձեռնվել, նաև տեղյակ են, որ երեխաները օրան կենտրոն են գնալիս եղել եւ հենց կենտրոնից են այսպես ահազանգել, որ երեխաները չեն հասել կենտրոն։ Կապ են հաստատել մայրիկի հետ ու միանգամից արդեն ահազանգել են ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ սկսել են որոնումները։ Այս օրերին հորդառատ անձրևով պայմանավորված Թամբալ գետն է շատ բարար, ջրի հոսքը շատ ակտիվ, ես ինքս եղա այդ վայրում այդ չարաբաստիկ խողովակի վրա եւ ասեմ, որ շատ այսպես ակտիվ բուռն հոսքով է ջուրը, բայց փրկարարները այնուամենայնիվ որոնումները շարունակում են եւ հույսով են, որ գոնե այսօրվա ընթացքում կկարողանան որևէ հետք գտնել, հետք նշմարել։ Այդտեղ նաեւ 6 տարեկան երեխա է այդ խողովակի վրայով անցնելիս ընկել ջուրը խեղդվել, մեծահասակներ են խողովակից ընկել, վնասվել, էլի գետն են ընկել։ Մի խոսքով այդ չարաբաստիկ խողովակը ոչ մի կերպ համայնքային իշխանությունները չեն ուզում ապամոնտաժել, հեռացնել, որպեսզի չկրկնվեն այսպիսի դժբախտ դեպքեր։ Թաղամասի բնակիչներից մեկը որպես ակտիվ քաղաքացի ինձ հետ զրույցում ասեց, որ ինքը դիմել է եւ կոմունալ բաժնին եւ համայնքապետարանին, որպեսզի կան ապամոնտաժեն այդ